Կրինջ պացիենտներից հետ։ Երբ ես սկսեցի աշխատանքս, այդ ժամանակահատվածում մարդիկ մի փոքր քիչ ինֆորմացված էին օրթոդոնտիայից ու ես շատ պացիենտներ եմ կորցրել միայն այն պատճառով, որ մի փոքր երիտասարդ էի երևում ու դա ես իմացել եմ մեր ադմինիստրատորներից, որովհետև պացիենտները իմ մոտից դուրս գալուց հետո ասում էին, դե շատ երիտասարդ է, չենք վստահում, մի խոսքով առաջին կրինջը դա էր։ Երկրորդ կրինջը, որ ես չգիտեի ոնց պացիենտին կոնսուլտացիայի ժամանակ ներկայացնեի, որ անհրաժեշտ է հետազոտություն, ռենտգեն հետազոտություն, որից հետո նոր բուժման պլան եւ ամբողջ աշխատանքը։ Իրենք բոլորը դեմ էին ռենտգեն հետազոտմանը։ Երրորդ դեպքը, երբ պացիենտը ուզում էր միայն դիմային ատամների շրջանում դնել բրեկետներ, իսկ ես փորձեցի բացատրեմ, որ դա այդպես չէ, դուք տեսնում եք միայն մեկ թեք ատամ, ես տեսնում եմ ձեր ամբողջ դիմային համակարգը, իմիջիայլոց ես ունեմ ռիլ իմեջում այդ թեմայով։ Դեպք եմ ունեցել, երբ պացիենտը պահանջում էր, որ ես կարճ ժամանակահատվածում, մոտավորապես 3 ամսում, փորձեմ արագ աշխատանքը վերջացնել, որը անհնար է։ Եղել է դեպք, երբ կոնսուլտացիայի ժամանակ մանրամասն փորձել եմ բացատրել, որ անհրաժեշտ է շուտ սկսել, որպեսզի ունենանք ավելի հեշտ բուժում, բարդություններ չլինեն, քանի որ բալիկը աճման շրջանում է, բայց միևնույն է ծնողը արտաքին միջավայրի ազդեցության ներքո մտածում է, որ ոչ, թող աճը ավարտվի, նոր մեծ տարիքում կսկսենք աշխատելը։ Մյուս կրինջը, երբ կոնսուլտացիայի ժամանակ ներկայացնում եմ բուժման արժեքը, ու չգիտես ինչի, մարդիկ հարցնում են, իսկ մեզ զեղչ չի հասնում, կներեք, իսկ ձեր մոտ ինչի է թանկ։